Նայեցի Աբու Դաբիի մրցանակաբաշխությունը, որտեղ Նիկոլը ու Ալիևը իրար եղբայրության, խաղաղության մրցանակներ էին հանձնում։ Ինձ համար ամենակարևորն այն էր, որ ես մեկ անգամ եւս համոզվեցի, որ այս ամենի հետևում կանգնած է Վատիկանը, Հռոմի Պապը։ Ես քանի տարի առաջ ասել էի, որ Սերժ Սարգսյանի փողերը գտնվում են Վատիկանում, ու Միշիկի օգնությամբ կապով իրանք մեծացրեցին Նիկոլին ու հիմա կատարեցին Վատիկանի այս սև ծրագիրը։ Նաև ասեմ, որ մեր եկեղեցու վրա հարձակումները, ես կարծում եմ, որ Վատիկանի մատն էլ է այստեղ խառը, որովհետև նա քանի տարի առաջ եկավ Հայաստան, ուզեց որպեսզի մեր եկեղեցին ենթարկվի իրեն, չստացավ այդ ու հիմա էլ Նիկոլի օգնությամբ շարունակում է իր հարձակումները։ Եվ հիմա էլ այն բոլոր մուսուլմանական երկրները, որոնք օգտվում են այս մեծ թուրանից, վերջապես Նիկոլը իրանց բերեց մեծ թուրանը, այս միջանցքից իհարկե բոլորը ծափարում են Նիկոլին եւ ասում են ապրես մեր մանչուկ, դու գանձ ես մեր մուսուլմանների համար։ Ու այս ամենը եղբայրության, խաղաղության սոուսով ու հաջորդ օրը ադրբեջանցիք դնում են Արցախի ղեկավարությանը ցմա դատում են որպես տերորիստ, օկուպանտ, ռաստրել լավաճ են ասում։ Այն Ստեփանակերտում 10 հոգի հայ որ մնացել են, ուզում են իրանց տնից տեղ չգնան։ Ասում են հելե գնացեք Հայաստան, ձեր երեսը չենք ուզում տեսնենք։ Որ մենք ասում են Նախիջևան գնանք, Նախիջևանից հետ գանք Բաքու, պետք է մի հատ պագրանիշնիկի հայ դեմ չտենանք, բոլորդ հեռու մի քանի կիլոմետր ճանապարհից։ Ու Նիկոլ, այդ ձևա ձեր խաղաղությունը, խաղաղություն առանց հայ տեսնելու։ Հəl ուզում են բերեն Սյունիք էլ իրանց ադրբեջանցիներով բնակեցնել, այդ դեպքում որ մեր երեսը չտենանք, մենք ինչ պետք է անենք։ Կոտորվենք, թե ելնենք այդան Երևան, վեշներս հավաքենք։ Ատոմակայանն են ուզում անջատեն, որ մենք լրիվ անցնենք թուրքերից գազ վերցնենք, լուզ վերցնենք, բենզին վերցնենք, որ թուրքերը ոնց ուզենան մեզ ընենց սարքեն։ Ու վաղը չեմիսո ես չեմ զարմանա, որ կտեսնենք Նիկոլին շախիդների պուրակում խոնարհվելուց։ Մենք ինքներս պետքա պայքարենք մեր արժանապատվության, ազգայինի արմատների ինքնության համար։ Եվ ոչ մի Վատիկան, ոչ մի Ալիև, ոչ մի Թուրանի հզոր նախագաներ կամ դե անգլոսաքսեր չեն կարող մեզ ծնկի բերել, կապիտուլյանտ երկիր սարքել։ Մենք պետքա պայքարենք արժանապատիվ հայ ազգ լինելու համար։